Նիստին այսօր ներկա են 6 քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Նիստին ներկա չէր Հայկ Մարությանի գլխավորած Նորուժ կուսակցությունը։ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը տեղեկացրեց, որ Նորուժի ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք փաստական տվյալները մանրամասն հայտնել են եւ այլևս կարիք չեն տեսնում դատաքննությանը մասնակցելու։ Նիստը մեկնարկեց Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչների դիրքորոշումների եւ բացատրությունների ներկայացմամբ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը նշեց, որ այս գործը Բարգավաճ Հայաստան կուսակցության մասին չէ, այլ Հայաստանի քաղաքացու ընտրելու իրավունքի, որովհետև նրա ձևակերպմամբ իշխանության աղբյուրը ժողովուրդն է, ոչ թե պետական մարմինը, պաշտոնյան եւ ոչ էլ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Այսօր ես այստեղ չեմ եկել խոսելու միայն Բարգավաճ Հայաստան կուսակցության անունից, ես այստեղ խոսելու եմ ավելի քան 58,000 քաղաքացիների անունից, ովքեր հունիսի 7-ին գնացին ընտրատեղամաս, հավատացին, որ իրենց ձայնը արժեք ունի եւ այսօր իրավունք ունեն հարցնել, ով որոշեց, որ իրենց ձայնն այլևս կարեւոր չէ։ Մենք դատարանից չենք ակնկալում քաղաքական որոշում։ Մենք դատարանից չենք ակնկալում աջակցել որևէ կուսակցության։ Մենք դատարանից ակնկալում ենք միայն մեկ բան՝ վերականգնել սահմանադրության գերակայությունը։ Բարգավաճ Հայաստանի միջնորդությունը վերաբերում էր ընտրական ծրարների թափանցիկությանը։ Ներկայացուցիչները միջնորդեցին փորձաքննության ուղարկել ընտրական ծրարները, քանի որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ծրարի մեջ դրված քվեաթերթիկները երևացել են, ինչով խախտվել է քվեարկության գաղտնիությունը։ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հետաքրքրվեց, արդյոք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին տրամադրված ծրարները տարբեր են եղել, ինչին ի պատասխան ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը ասաց. Տեղեկությունների ընտրարները պատրաստվել են երկու տարբեր տպարանների կողմից եւ ըստ տեղեկությունների դրանցից մեկը առնվազն թափանցիկ է։ Ես չեմ կարող պնդել, որ մյուսը թափանցիկ է թե ոչ, որովհետեւ չեմ տիրապետում տեղեկատվության, համապատասխանաբար զուտ ընտրանքը գտնելու առումով խնդրել ենք յուրաքանչյուր ընտրատարածքից պատահականության սկզբունքով, այսինքն որպեսզի չբերենք 2005 անգամ ինչ որ մի քանակ, ընտրել ենք որ 38-ից համապատասխանաբար ինչ որ քանակ ամեն տեղից 10 հատ պատահական ընտրանքով ձեռբերվի եւ ներկայացվի, որպեսզի կարողանանք պատկերացնել։ Նիստի ընթացքում Արամ Օրբելյանը խորհրդարանական ընտրությունների ընթացքը համեմատեց ամերիկյան ֆուտբոլի հետ։ Երբեք չի եղել սահմանադրական դատարանում գործ, որտեղ քննության առարկա է եղել փոքր բրոնզը։ Միշտ նախագահական ընտրություններն են եղել, միշտ եղել են պարլամենտական ընտրությունների մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները։ Մենք հիմա վիճարկում ենք փոքր բրոնզ։ Մենք հիմա քննարկում ենք ոչ միայն, որ գավաթը տվեք մեզ, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այս պահին եւ 59,000 քաղաքացիներ ասում են, մենք այս պահին չենք հավակնում աշխարհի գավաթին։ Այն մենք կգանք կհասնենք այդ գավաթին ինչ-որ մի փուլում, մեզ տվեք մեր բրոնզը։ Այնուհետև դատարանը քննարկեց եւ մերժեց միասնության թևերի սահմանադրական դատարանում վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը, քանի որ վարչական դատարանում արկա է կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման դեմ տարված բողոք, որը քննության փուլում է։ Ձեզ վարչական դատարանը մերժել է այն հիմնավորմամբ, որ սա անդատյա է սահմանադրական դատարանին, իհարկե մի քիչ ֆորմալ տերմինաբանությունից վերանանք, անդատյան, առանձին ոչ թե առարկա լինելու իմաստով մենք դա անցալում, այլ դա ստուգվելու իմաստով, բովանդակային ստուգման ենթարկելու։ Ֆորմալ իմաստով դա վերջին որոշումն է։ Բայց մենք չենք կարող վերջին որոշումը օրինակ վավեր կամ անվավեր ճանաչել, զուտ ուղղակի այդ որոշման վերացարկված բոլոր հանգամանքներից կտրված։ Ուստի ես նույնպես դեմ եմ միջնորդությունը բավարարելուն, գործը քննվի նույն ծավալով։ Պատասխանող կողմը կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց ներկայացրած բոլոր 7 դիմումները ամբողջությամբ գտնելով, որ վիճարկվող որոշումը իրավաչափ է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների պահպանմամբ, ուստիև խնդրում ենք դիմումները մերժել, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1406 2026 թվականի 259A որոշումը թողնել ուժի մեջ։ Այնուհետև խոսքով հանդես եկավ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ Սրփուհի Գալյանը, ով ընդգծեց, որ սույն գործով իրավական գնահատման առանցքում պետք է դրվի ոչ թե այն հարցը, թե ընտրական գործընթացում առանձին խախտումներ արձանագրվել են թե ոչ, այլ այն, թե արդյոք այդ խախտումները կարող էին ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Վենետիկի հանձնաժողովի 2025 թվականի սահմանադրական դատարանների կողմից ընտրությունների արդյունքների չեղարկման վերաբերյալ հրատապ զեկույցից բխում է, որ ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչումը չի կարող դիտվել որպես ընտրական խախտումների արձանագրման սովորական կամ ավտոմատ հետևանք։ Ընտրությունների չեղարկումը բացառիկ միջոց է, որը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ խախտումները կարող էին ազդել քվեարկության արդյունքի վրա։ Այստեղ առանցքային նշանակություն ունի նաև ապացուցման
ապացուցման բեռի հետ կապված հարցը։ Ապացուցման բեռն այս դեպքում կրում է դիմողը, որը պարտավոր է ապացուցել ոչ միայն ենթադրյալ խախտման փաստը, այլև դրա պատճառական կապը ընտրությունների վերջնական արդյունքի հետ։ Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը հունիսի 7-ին կայացրած ընտրությունների արդյունքները վիճարկող գործով վերջնական որոշումը պետք է հրապարակի հուլիսի 4-ին։ Էլեն Խուդոյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։